Բաքվի բանտից Հայաստանի եւ միջազգային մարդու իրավունքների պաշտպաններին է ձայնային ուղերձով դիմել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքվում ՑՄՀ դատապարտված շուրջ 2.5 տարի գերության մեջ գտնվող Բաբայանը գանգատվել է, որ վերաքննիչ դատարանին դիմում նամակներ է գրել, բայց դրանք անհետացել են։ Դուք գիտեք, որ ուզում ենք դիմենք միջազգային դատարան։ Իմ հաստատանն է դրա մասին տեղյակ պահել 20 թվականի մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման։ Իր պաշտպանի ասածից անակնկալի է եկել, ձայնային ուղերձում ասում է Բաբայանը, փետրվարին է 2 դիմումներն ուղարկել։ Ասել, որ իրոք Մեկ նամակ էլ մեկուսարանի պետի միջոցով է ուղարկել, տեղ չեն հասել, ստիպված եւս մեկ նամակ է գրել, բայց հույս չունի, թե թույլ կտան իր դիմումները հասնեն վերաքննիչ ատյան։ Ով է իմանում, աղ ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Արցախի նախկին արտգործնախարարի խոսքով մոտ 1 ամիս առաջ արգրավել են 2025 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանում իր վերջին խոսքի սղագրությունը։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկա եւ ապագայի։ Ադրբեջանական կողմի բոլոր փաստարկները փուչիկ են, պնդում է Բաբայանը։ Կոպտորեն խախտվում են մարդասիրության, արդարադատության եւ արդարության միջազգային նորմերը։ Այսպես կոչված վկայի հետ առերեսման մի դրվագ է պատմում Բաբայանը։ Մի վկա, որ ինձ առաջինը ճանաչեց ճակերտներում, դա այն էր, որ ինձ ասեց, որ դու Վիտալի Բաղասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էր ինձ, խոշտանգում էր, այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Բաբայանի խնդրանքն է բոլորին օգնել իրենց դուրս գալ ստեղծված իրավիճակից, հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրական խաղաղության։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։